Բարի լույս, թող բարի օր լինի, սիրելի հայրենակի, շնորհակալություն, որ միացել եք մեզ, իսկ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում բարի լույսը։ Մեր ստեղծագործական անձնակազմը եւ ես ողջունում ենք բոլորիդ մաղթելով հագեցած օր եւ բարի գործերով հագեցած օր։ Օրը մեզ հետ սկսելով արդեն դուք ճիշտ ընտրություն եք կատարել, իսկ լավ ու դրական տրամադրության պահպանմանը իհարկե չի խանգարի հաճելի երաժշտություն լսելը։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք շարունակում ենք հաղորդում այսպես բարձր տրամադրությամբ եւ մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան։ Այսօր զրուցելու ենք Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հասարակայնության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպիչ, նաեւ նրան հատիկ մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն Ալիտա ջան։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Ինչպես եք սկսել ձեր օրը։ Շատ լավ, հրաշալի։ Այո։ Մանավանդ այս կանաչով լեցված գեղեցիկ տաղավարում։ Առաջին անգամ եք մեզ մոտ հյուրընկալել, բայց հուսով եմ, որ դեռ առիթներ լինելու է եւ շատ խոսելու բան ունենք։ Այսօր խոսելու ենք մի թեմայից գրադարանից, բայց շատերը գրադարանը պատկերացնում են մի վայր, որտեղ գալիս են, գիրք են վերցնում ընթերցելու համար եւ նորից հետ վերադարձնելու նպատակով։ Բայց ինչպես է այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանը, այսպես ասած, դարձել մշակութային կենտրոն։ Այո, այդպիսի մոտեցում կա։ Շատերը մտածում են, որ գրադարանը զուտ գիրք վերցնելու եւ հանձնելու, այսինքն գրքի պահոց է, բայց չէ, դա այսօրվա գրադարաններին չի վերաբերվում, հատկապես Իսահակյան գրադարանը դա հսկայական մշակութային կենտրոն է, գրքի օջախ, որտեղ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ճիշտ է, հիմքում ընկած է հենց գիրքը, գրքի շուրջ է այդ ամենը իրականացվում, բայց այն վերածվել է մշակութային օջախի, որտեղ կան տարբեր բաժիններ, գրադարանը համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանատների հետ եւ այդ համագործակցության արդյունքում կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ, լեզվի ուսուցման անվճար ծրագրեր եւ այդ դասընթացները իրականացվում են տարբեր տարիքային շրջանի համար եւ երեխաները եւ ինչու՞ չէ մեծահասակները գրանցվելով այդ դասընթացներին մասնակից են դառնում եւ անվճար հիմունքներով նրանք տիրապետում են ցանկացած լեզվի կարող են։ Այո, մեզ մոտ իրականացվում են ֆրանկոֆոն կենտրոն բաժնի կողմից ֆրանսերեն լեզվի ուսուցման ծրագրեր, ամերիկյան կենտրոն բաժնի կողմից անգլերեն եւ բրիտանական կենտրոն բաժնի կողմից։ Կազմակերպվում են հանդիպումներ գրողների հետ, ցուցահանդեսներ են իրականացվում, խաղմրցույցներ են իրականացվում, որոնք կազմակերպվում են տարբեր մշակութային կենտրոնների հետ համատեղ, այսինքն դա վկայում է այն մասին, որ Իսահակյան գրադարանում միայն ընթերցողները չեն գալիս գիրք վերցնում եւ գրքից օգտվում, նրանք դա շփման միջավայր, այսինքն համայնքի համար շփման միջավայր է, աշխատանքային ժամի ավարտից հետո ժամանցը կազմակերպելու նաեւ ինչու՞ չէ միջավայր է գեղեցիկ։ Այն միջոցառումները, երբ որ կազմակերպվում է, հիմնականում ինչպես են ընտրվում թեմաները, որպեսզի նաև հետաքրքիր լինի երիտասարդների համար եւ կապ պահպանվի երիտասարդների եւ գրադարանի միջեւ։ Այո, տեսեք, տարվա կտրվածքով կան պլանային միջոցառումներ, այդ պլանային միջոցառումներից զատ իրականացվում են, երբ որ գրողները ունեն նոր գրքեր եւ գրադարանը լավագույն միջավայրն է գիրքը անմիջապես ընթերցողին հասցնելու եւ գիրքը երբ գրողը բերում է գրադարան, դա տրվում է գիտխորհրդին մեթոդական խորհրդի նիստին, որից հետո արդեն կազմակերպվում է գրքի շնորհանդեսը եւ իրականացվում է այդ շնորհանդեսի հանրայնացման արդեն աշխատանքներն են իրականացվում եւ հանրայնացման աշխատանքների շնորհիվ տեսնում ենք թե այցելուների տրամադրվածությունը, այցելուների քանակը արդեն իսկ խոսում է թե որքանով է հետաքրքրում։ Արդեն շատացել են, կարող ենք ասել միջոցառումներին։ Հավատացեք,
Իսահակյան գրադարանում կարելի ասել միջոցառումները չեն դադարում, լինում են տարբերակներ, որ անգամ մեկ դահլիճը չի բավականացնում եւ մենք այսպես տարբերակում ենք մանկական գրականության բաժնում ենք իրականացնում, դահլիճում ենք իրականացնում եւ մենք ունենք իսահակյանական պուրակ, որը ամռան ընթացքում տաք եղանակին ծառայում է որպես ընթերցասրահ, լինում է այնպես, որ մենք միևնույն ժամանակ կարող է 3 սրահներում ունենանք միջոցառումներ, իսկ մյուս բաժիններում, կենտրոն բաժիններում համատեղ իրականացվում են դասընթացներ, այսինքն եռուզեռը Իսահակյան գրադարանում անընդհատ է։ Իսկ միջոցառման թեմաները հիմնականում ինչպես է ընտրվում, այն մասնակիցները, ովքեր որ գալիս են, իրենք են առաջարկում, նա գրողների հետ հանդիպում, այս գրողի հետ են կոզում հանդիպում։ Լինում է, որ հենց առաջարկում են, ինչու՞ չէ, հենց լինում է, որ երեխաները առաջարկում են, որ ցանկություն ունեն հանդիպելու տվյալ գրողի հետ, այդ տարբերակում գիտեք ինչ է կազմակերպվում, օրինակ գրեթե երևի 1-2 շաբաթ առաջ մի հետաքրքիր հանդիպում եղավ մանկագրի հետ, նախապես գիրքը տրվեց դպրոցին, դպրոցը 2 շաբաթ ժամանակ պահանջեց, որից հետո անակնկալ էր եւ հեղինակի համար եւ գրադարանի համար, նրանք բեմադրություն էին անգամ իրականացրել, կազմել էին խաչ բառեր եւ շատ հետաքրքիր համատեղ, այսինքն եւ գրողներ բավարարված երեխաների հետ հանդիպումից, որովհետև ինքն էլ հասկացավ, որ կարելի է իր ստեղծագործության շուրջ անգամ խաղեր կազմակերպել։ Խաչ բառեր էին պատրաստել, իսկ երեխաներն էլ եւ ոգևորված էին հեղինակի հետ հանդիպելուց եւ մեծ գիտելիք ստացան։ Եվ խաչ բառեր կազմեցին, եւ բեմադրություն արեցին։ Իսկ երեխաները ինչպես են ընդգրկվում այդ միջոցառումներին, խաղերին, ինչպես են, ինչ խաղեր են կազմակերպվում։ Քանի որ Իսահակյան գրադարանը աշխատանք իրականացվում է նաև դպրոցների հետ համատեղ, յուրաքանչյուր ծրագիր, դա կլինի, եթե նախատեսված է դպրոցահասակ երեխաների հետ, անմիջապես կապնվում ենք դպրոցների տնօրենների հետ եւ հրավեր ենք տալիս եւ շատ պիտի ասեմ, որ շատ շնորհակալություն այսօր դպրոցների տնօրեններին, որովհետեւ նրանք դպրոց եւ գրադարան կապը շատ կարեւորում են եւ անմիջապես արձագանքում են եւ այդ կապը հրաշալի ստեղծվում է, այսինքն երեխաների կապը միջոցառումներին այդպես է իրականացվում, իսկ մանկական գրականության բաժնում արդեն երեխաները այնտեղ գրանցված ընթերցողներ են։ Գրադարան գալիս են 2 տարբերակով։ Միջոցառումների, եթե երեխաներին է վերաբերում, մանկական գրականության բաժնում որպես ընթերցողներ։ Այդ երեխաներն էլ գալով գրադարան, պատկերացրեք շատ անգամ լինում են երեխաներ եւ ինչու՞ չէ ծնողներ, որ չեն պատկերացնում ինչպիսի պայմաններ կան գրադարանում, ժամանակակից գրադարանին, ինչպիսին է եւ ինչ է առաջարկում, հավատացեք գալիս են եւ չեն ուզում գնալ։ Լինում է դեպքեր եւ անմիջապես ծնողը գրանցում է երեխային եւ անմիջապես ինքն է դառնում գրադարանի ընթերցող։ Իսկ այդ միջոցառումներին ինչ եք նկատում վերջին տարիներին, որ կազմակերպվում են, ավելի շատ երիտասարդները, երեխաներն են մեծ հետաքրքրություն ցուցաբերում, թե նաև վարակում են իրենց ծնողները եւ մեծահասակներն են գալիս։ Լինում է, որ երեխաների գալուց հետո անմիջապես ծնողներն են գալիս։ Կամ ծնողները գալիս են ծանոթանալով գրադարանի կողմից առաջարկվող գործառույթներին, անմիջապես մեզ հետ կապվում են իրենց երեխաների արդեն դասղեկները, որպիսի դասարաններով գան, մեզ մոտ շատ է իրականացվում շրջայց գրադարան ծրագիրը, սկզբում երեխաները ծանոթանում են գրադարանում բաժիններին, գործառույթներին, որից հետո նրանց համար կազմակերպվում է փոքրիկ խաղեր, ընթերցանության ծրագրեր եւ շատ անգամ կազմակերպվում է նաեւ տեսանյութերի դիտումներ հենց երեխաների համար, որովհետեւ Իսահակյան գրադարանի կողմից պատրաստվում են բավականին տեսանյութեր հենց երեխաների համար։ Մենակ հենց դիտարկեմ ուղղակի Ղանալանյանի ավանդապատումը, որ մեր ասմունքող դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ վերածվում է տեսանյութերի։ Եվ դա հենց հանդիպումների ժամանակ երեխաներին ցուցադրվում է։ Իսկ ինչ թեմաներով են լինում այդ տեսանյութերը, որ հատկապես փոքր տարիք երեխաներին հետաքրքիր։ Մենք ունենք առակներ, ունենք այգեկցու առակները,
ունենք ժամանակակից գրողներից առակագիր Արսեն Համբարյանի առակները, հիմա որպեսզի ոչ մեկին այսպես չառանձնացնեմ, Իսահակյան գրադարանի YouTube-յան էջում հենց տեղադրված են մեր տարբեր գրական նյութերը, կլինեն դրանք ավանդապատումներ, կլինեն գրական ընթերցումներ, այդ ամենը բաց դրված է եւ յուրաքանչյուրը մուտք գործելով YouTube-յան էջ այդտեղից կարող է օգտվել, բայց մենք էլ ինքներս հենց մեր միջոցառումների ժամանակ դա օգտագործում ենք։ Այո, ձեր էջ ուսումնասիրում նաև տեսա, որ մեծ ակտիվություն կա նաև համացանցում էլեկտրոնային տարբերակով լայն գործունեություն ծավալում, գրքերը նույնպես կարողանում են երեխաները էլեկտրոնային տարբերակով ընտրել, պատվիրել եւ ընթերցել։ Դեռևս 2012 թվականից Իսահակյան գրադարանում սկսվեց ընթերցողների էլեկտրոնային սպասարկման գործընթացը եւ գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, որը ավարտվեց 17 թվականին ավարտվեց արդեն գրադարանի մասնաճյուղերում, իսկ կենտրոնական գրադարանում շատ ավելի շուտ եւ Իսահակյան գրադարանի ընթերցողները սպասարկվում են Էլգրադ ծրագրով, Էլգրադ էլեկտրոնային գրադարան, այսինքն եթե ընթերցողը գալիս է գրադարան, գրանցվում է եւ անմիջապես գրանցվելուց հետո ստանում է իր գաղտնաբառը եւ լոգինը, որով կարող է տանից մուտք գործել եւ սերվերը 24 ժամ բաց է, հասանելի։ Այսինքն ուղակի լինելով Իսահակյան գրադարանի ընթերցող, դուք ցանկացած ժամի կարող եք մուտք գործել ձեր գաղտնաբառով եւ օգտվել, այնտեղ տեղադրված են ոսկե շղթա 1, 2, 3, 4 ծրագրերը, դասական գրականությունն է հայ, ռուս դասականները, արևմտաեվրոպական դասականները եւ այնտեղից եւ հիմնականում ավելի դպրոցահասակ երեխաներին, բայց նաեւ ուսանողություն եւ ընդհանրապես ընթերցողին հասանելի եւ անհրաժեշտ գրականություն է, on-line կարող են այդտեղից օգտվել։ Այսինքն ժամանակակից գրականությունը նույնպես ընդգրկված է, բեսթելերը։ Ժամանակակիցը ոչ, որովհետեւ այդտեղ մենք հեղինակային իրավունքի խախտում կանենք, այնտեղ ժամանակահատված կա, որ դու իրավունք ունես դա դարձնելու էլեկտրոնային։ Եվ պատկերացրեք, այս տարբերակը մեզ շատ օգնեց նաև համավարակի շրջանում, երբ երեխաների առօրյան մենք կազմակերպեցինք, անմիջապես գրադարանի աշխատակիցները, մանկական գրականության բաժնի աշխատակիցները, գրադարանավարները սկսեցին տանից, այսպես ցանց ստեղծեցինք եւ կազմակերպեցինք պարտադիր գրականության ընթերցանության ծրագրեր, տեսանյութեր պատրաստել, մոնտաժել, տեղադրել եւ տանից երեխաները կարողանում էին իրենց ծնողների միջոցով անմիջապես գրանցվել գրադարան եւ օգտվել Էլգրադ ծրագրի այդ հասանելի գրականությունից։ Այսինքն Իսահակյան գրադարանը այդ ժամանակաշրջանում կազմակերպեց այդ դաժան օրերին որոշակի ակտիվություն մտցրեց։ Իսկ այն տեսանյութերը, այն առակները, որը դառնում են տեսանյութեր եւ երեխաները կարողանում են միայն Իսահակյանի գրադարանից օգտվող երեխաները կարող են, թե յուրաքանչյուր ով ցանկանում է։ Յուրաքանչյուր ոք դուք էլ այստեղից դուրս գալուց կարող եք մտնել Իսահակյան գրադարան YouTube-յան էջը եւ այնտեղ տեղադրված յուրաքանչյուր մենք հրաշալի գրական նյութը խոհերի ծովում, միեջ, ավանդապատում, առակներ, բավականին նյութեր ունենք պատրաստած, անգամ 2 մեծ վավերագրական ֆիլմ է Իսահակյան գրադարանի կողմից պատրաստվել, մեկը նվիրված է մանկագիր գրող Լիպարիտ Սարգսյանին, Լորեցի տղան եւ զրույց հողի մարդու ջրի հետ հրաշալի ֆիլմ է եւ մյուսը նվիրված է Մշվաղջիկը, նվիրված է հասարակական գործիչ գրող բանաստեղծ Ռուզաննա Սատրյանին։ Իսկ այդ առակները, տեսանյութերը, որպեսզի էլ ավելի հետաքրքիր լինեն, ինչպես է YouTube-ում տեղադրված հետաքրքրությունը շարժելու համար, բեմականացված է, թե ինչ ձևով է, որպեսզի երեխաները կարողանում են նայել։ Բեմականացված չեն, ավելի շատ մուլտիմեդիա ծրագրով է պատրաստվում եւ այդ ամենը իրականացվում է հենց Իսահակյան գրադարանի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, այսինքն մեզ մոտ աշխատանքները, մոնտաժները, կերպարների ստեղծում իրականացվում են, բայց շատ անգամ օգտվում ենք նաեւ մեր հայտնի կինոնկարներից կամ մուլտֆիլմերից անմիջապես հղում տալով, դա էլ պահպանելով մեդիագրագիտության կանոնները, որտեղից է օգտված վերցված հատվածները։
ուղիղ հղում տալով։ Այդիկին Ղազարին, երբ որ խոսում ենք էլեկտրոնային գրականությունից եւ կարող են գրանցվել, գրքերը արդեն պատվիրել եւ կարող են նաեւ էլեկտրոնային կարդալ։ Շատ հաճախ, երբ որ զրուցում են գրադարանի աշխատակիցների հետ, ոմանք նաեւ մի փոքր վախ ունեն այն հանգամանքի հանդեպ, որ այս 21-րդ դարում, երբ որ կարողանում են էլեկտրոնային կարդալ, արդեն չեն գնա գրադարան եւ գիրք անձամբ չեն վերցնի եւ կարդալ։ Իսկ ձեր գրադարանը ունի նման վախ։ Պատկերացրեք, չունենք նման վախ, ինչու, որովհետև Իսահակյան գրադարանը իր ընթերցողին առաջարկում է գիրքը եւ ֆիզիկական տարբերակով եւ Kindle-ներով, որոնք իրենց մեջ ներառում են, գիտեք, 400 անուն գիրք, բայց փորձը ցույց է տվել, որ Իսահակյան գրադարանում ընթերցողների թվի պակաս մենք չունենք եւ ի ուրախություն մեծ թիվ են կազմում երիտասարդությունը, մոտ երևի թե 60%-ը երիտասարդներ են։ Այդ ինձ թվում է վախը չունենք։ Իսկ երբ որ խոսում ենք միջոցառումների մասին, որը կազմակերպվում է, երեխաները, երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն։ Իսկ այս հարցը հատկապես երբ որ վերաբերվում է այն երեխաներին, ովքեր ունեն որոշակի ֆիզիկական խնդիրներ, հաշմանդամություն, իրանք ինչպես են, իրենք նույնպես ընդգրկված են այդ միջոցառումներին եւ հեշտ են հասարակության հետ ընդգրկվում։ Անպայման։ Եվ Իսահակյան գրադարանը նման աշխատանք շատ վաղուց է իրականացնում։ Եվ պիտի ասեմ, էլի ոչ վաղ անցյալում մենք ինքներս գրադարանավարներս հյուրընկալվեցինք թիվ 17 հատուկ դպրոցում եւ մեր մանկական գրականության բաժնի աղջիկները պատրաստել էին գրական ստեղծագործության հենքի վրա տիկնիկային ներկայացում եւ մենք ինքներս հենց այդ ներկայացումով գնացինք այդ երեխաների առօրյան կազմակերպելու շատ անգամ բեմադրություններ են իրականացում Իսահակյան գրադարանում եւ այդ երեխաներին հրավիրում ենք գրադարան դիտելու կամ ինքներս ենք այդ բեմադրությունը տանում այնտեղ։ Պիտի հիշեմ մի հրաշալի օրեր, երբ իսահակյանցիներս եւ նախաբեմցիներս հյուրընկալվեցինք Լուսեկենտրոնում, այնտեղ Մասիսի նոր սերունդ թատերախումբը եւ Սիրոն թատերախումբը գեղեցիկ թումանյանական հեքիաթներն ներկայացնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների համար եւ այդ բեմադրության ավարտից հետո գեղեցիկ ծաղկատուն կարեցինք միասին եւ անունը դրեցինք բարեկամության ծաղիկներ, միասին այդ փոքրիկ երեխաների հետ ծաղիկներ տնկեցինք եւ փոխանակվեցինք ի նշան բարեկամության շարունակման։ Նման ծրագրեր Իսահակյան գրադարանում շատ են։ Աուտիզմի խնդիրներ ունեցող երեխաների հետ կապված ընդհանուր մենք սեմինար է իրականացվել Իսահակյան գրադարանում հենց մասնագետի մասնակցությամբ եւ գրադարաններին գրադարանավարներին վերապատրաստելով ինչպես հարաբերվել ճիշտ այդ երեխաների հետ։ Երեխաները ընդգրկվում են, իսկ հասարակությունը նրանց հեշտ է ընդունում եւ ընդգրկում իրենց շարքերը, երբ որ չունեն խնդիր։ Հավատացեք, մեզ մոտ այդ խնդիրը չի դրվել ու հավանաբար երևի եթե ես ներսում չեմ տեսել այդ խնդիրը մենք չենք դրել, դրա համար չեմ կարող ասել, մեզ մոտ այդ խնդիրը չի դրվում։ Անկամ գիտեք ինչ հիանալի ծրագիր էինք մտածել ու դա իրականացրել ենք, ասացի մենք տեսանյութեր ենք գրական պատրաստում, բայց որpիսի այդ տեսանյութերը շատ ավելի լայն հասանելիություն ունենան եւ հասանելի լինեն հատուկ խնդիրներ ունեցող մարդկանց, մենք դիմեցինք խուլ համրերի միավորմանը եւ իրենք մեզ համատեղ աշխատանք իրականացրեցինք, ժեստերի լեզվով թարգմանիչ տրամադրեցին եւ մեր տեսանյութերը սկսեցին արդեն մոնտաժվել նաեւ ժեստերի լեզվով, որպեսզի այդ շահառուները, այդ թիրախային խմբերը եւս հասանելիություն ունենան մեր տեսանյութերին։ Իսկ այս ամենը կազմակերպելիս ինձ թվում է ահռելի եւ դժվար աշխատանք է կատարվում, լինում են նաեւ դժվարություններ, որ կարելի է եւ խնդիրներ, որ կարելի է շտկել եւ ել ավելի մեծացնել ծավալները եւ մի խնդիր կուզենայի, որ Իսահակյան գրադարանում շտկվի, մենք թեքահարթակ չունենք, եթե մենք ունենայինք թեքահարթակ, չնայած պատկերացրեք, եղել են, որ հենա շարժական խնդիրներով երեխաներ եկել են գրադարան, աշխատակիցները չեն զլացել, մենք
իջեցնում ենք, իրենց գրկում ենք, բայց շատ կուզենայի, որ Իսահակյան գրադարանում այդ հարցը լուծվեր, որպեսզի թեքահարթակով էլ ավելի կապը հաստատվեր։ Անգամ կազմակերպել ենք գույր երեխաների աշխատանքների ցուցադրություն, հավատացեք, երբ որ աշխատանքները բերեցինք ու սկսեցինք դասավորել, սկզբում չէինք կարողանում հավատալ, որ երեխաները կարող է խնդիրներ ունենան տեսողության հետ, հիանալի աշխատանքներ էին պատրաստված։ Այսինքն Իսահակյան գրադարանը նաև այդ տարբերակով է, կտրվածքով է աշխատանքներ իրականացնում։ Նրանց ծանոթացնում ենք գրադարանում իրականացվող աշխատանքներին, գործում էր Արև ծրագիրը Իսահակյան գրադարանում, որ հենց Արև համակարգի միջոցով իրենք կարողանում էին կարդալ։ Դուք բացի Ավետիք Իսահակյանի գրադարանի հասարակայնության եւ միջոցառումների կազմակերպիչ լինելով, նաեւ Նռան Հատիկ մանկապատանեկան այդ փառատոնի նախագահն եք, այդ փառատոնի ստեղծումը ինչպես առաջացավ միտք նման փառատոն ստեղծել եւ կապ կա գրադարանի հետ։ Անմիջական կապ կա, որովհետեւ 2001 թվականին սիրում եմ ասել մի խումբ մշակութային արվեստասեր մարդիկ հիմք դրեցին Նռան Հատիկ թատերական փառատոնին նախաբեմցիները եւ իսահակյանցիները այսօր Իսահակյան գրադարանը հանդիսանում է հենց Նռան Հատիկ փառատոնի գլխավոր կազմակերպիչներից մեկը եւ իրականացվում է նախաբեմ կրթամշակութային ՀԿ եւ Ավետիք Իսահակյան գրադարանի միջոցով այս տարի պիտի ասեմ եւ Իսահակյան գրադարանի համար էր հոբելյանական եւ Նռան Հատիկի մի փոքր տեղեկատվություն ձեր թույլտվությամբ այս տարի Իսահակյան գրադարանի համար եռատոն էր հոբելյանական Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը գրադարանի ստեղծման 90-ամյակը եւ Վարպետի անունը շնորհելու 70-ամյակը եւ ողջ տարին հագեցած էր հենց հոբելյանական իսահակյանական եռատոնին նվիրված ծրագրի շրջանակներով միջոցառումներով եւ խաղմրցույթներ ենք իրականացրել ճանաչենք մեր մեծերին Ավետիք Իսահակյան 150 դա իրականացրել ենք հենց թանգարանի հետ հարցաշարը իրենք պատրաստել են մենք կապվել ենք դպրոցների հետ թիմեր ենք պատրաստել մեր գրադարան մասնաճյուղերից յուրաքանչյուրը իր թիմով ներկայացել է եւ մեծ խաղմրցույթ է իրականացվել եւ դրանք ամեն տարի են եւ շատ են Եռատոնի շրջանակներում հյուրընկալել են մեզ մոտ Գյումրիից երեխաներ, թիվ 32 դպրոցի երեխաները մեզ բերել էին վարպետը եւ աշակերտը ներկայացում եւ գրական ստեղծագործություններ, իսկ Նռան Հատիկը այս տարի դարձավ 25 տարեկան։ Ինչու է կապը հենց Նռան Հատիկը եւ թատերական փառատոնը գրադարանի հետ, չէ՞ որ թատերական ներկայացումների հիմքում գիրքն է։ Այսինքն հենց կապը անմիջական է թատրոնի մարդկանց եւ գրքի մարդկանց կապել է գիրքը։ Եվ Իսահակյան գրադարանը եւս ունի թատերախումբ, Իսահակյան թատերախումբը։ Նռան Հատիկի 25-ամյակներ եւ մարզերից այս տարի մասնակցեցին 20 թատերախմբեր, 22 ներկայացումներ, ընդհուպ մասնակցել են Սյունիքի սահմանամերձ տեղ համայնքի Կորնիձոր գյուղի երեխաները, պատկերացնում եք այնտեղից եկել են եւ պիտի շնորհակալություն հայտնեմ Երևանի քաղաքապետարանին, որովհետև աջակցեցին եւ Իսահակյանական եռատոնի մեծ ծրագիր իրականացնելու եւ Նռան Հատիկի հոբելյանական տարին մեզ օգնեցին սահմանների ժամանած երեխաները 3 օր տեղակայվեցին Երևանում, ապրեցին միասին, մեկը մյուսի խաղերը դիտեցին, հրաշալի օրեր անցկացրեցին, հյուրընկալվեցին ազգային պատկերասրահում։ Իսկ որ մարզերից էին հիմնականում Սյունիքից բացի Գեղարքունիքի մարզից Ճամբարակն էր, Շիրակի մարզից Գյումրիի մտորումների թատրոնը Արթիկը եւ պիտի ասեմ, որ Գյումրիի մտորումների թատրոնը թե Իսահակյան գրադանին, թե Նռան Հատիկին պարոն Հովանեսի գլխավորությամբ Աբուլալա Մահարին էին խաղացին մեզ համար, Կոտայքի մարզը ակտիվ մասնակիցներից Հրազդան քաղաքի Կոստանդինարյանի անվան արվեստի կենտրոնի թատերախումբը եւ Երևանի մշակութային կենտրոնները եւ Նռան Հատիկը ուղակի չի ավարտվում։ Մենք ունենք թռիչք արձանիկ,
անվանակարգային արձանիկը, որը նոր քանդակագործի աշխատանքն է եւ թատերախմբերը արժանանում են անվանակարգային մրցանակների։ Իսկ միայն թատերական միջոցառումների կանացվում այդ նրան հատիկում, թե նաև այլ կապ է ստեղծում երեխաների միջև։ Կապ ստեղծվում է, տեսեք, բացի այն, որ իրենք յուրաքանչյուրը հսկայական ցանկ է կազմվում, գիտեք, 5 օր, ես սիրում եմ ասել հեքիաթային բերքահավաք, որովհետև պատկերացրեք առավոտյան ժամը 10-ից 11-ից մինչև երեկոյան 5-6-ը տարբեր տարիքային խմբերի համար ներկայացումներ են իրականացվում։ Եվ այդ ներկայացումների միջև ընկած ժամանակահատվածում կամ եթե ունենք ազատ ժամանակ, երեխաների համար կազմակերպվում է վարպետաց դասեր։ Այս տարի Արթիկի, Ճամբարակի եւ Կորնիձորի երեխաները հանդիպեցին գրող մանկագիր Արսեն Համբարյանի հետ, նրանց համար վարպետաց դասեր կազմակերպվեցին Նարեկ Հայկազյանի կողմից, Արմեն Քուշկյանի կողմից հանդիպումներ եղան ռեժիսոր Աշոտ Հակոբյանի հետ, այսինքն երեխաների առօրյան առլեցուներ Իսահակյան գրադարանում ծրագրեր կազմակերպվեց, Նարինե Ավագյանի հետ հանդիպեցին գրող, այսինքն նրանց աշխատանք հետ ազատ ժամանակը հագեցած էր։ Այցելություն ազգային գրադարան եւ պիտի ասեմ, որ այսպես զրույցը խառն է մի քիչ, բայց պիտի ասեմ, որ Իսահակյանական եռատունը այս տարի այդ ամբողջ ծրագրերը իրենց հանգուցալուծումը ստացան նոյեմբերի 17-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում եւ այնտեղ ներկայացվեց նաեւ Իսահակյան գրադարանի կողմից կազմակերպված Ավետիք Իսահակյանի անվան երիտասարդ դասական վոկալիստների մրցույթի ամփոփումը եղավ այնտեղ։ Մրցույթ, որի համար ստեղծվել էր հատուկ հանձնաժողով եւ այդ հանձնաժողովի նախագահը Բարսեղ Թումանյանն էր։ Իսկ հատկապես երեխաները ինչ կարևորություն ունեն եւ ինչպես է կարևոր, որ երեխաները փոքր տարիքից արդեն ընդգրկված լինեն հատկապես թատերական այդ մշակույթի մեջ եւ թատրոններով հետաքրքրված լինեն եւ իրենք արդեն իսկ մասնակից լինեն թատերական։ Դա շատ կարևոր հարց է։ Անկամ գրադարան, երբ որ հարցնում են քանի տարիքից կարելի է բերել, մենք ասում ենք 0։ Այսինքն շատ անգամ մենք տեսնում ենք մայրիկների, որ դեռ բալիկ չծնված գալիս է եւ սկսում է ընթերցել։ Այսինքն դաստիարակությունը սկսում է այդ ժամանակաշրջանից։ Իսկ երեխաները չէ որ թատրոնը սինթեզ է։ Գրական հենք, կա երաժշտություն, կա պլաստիկա, այսինքն երեխաները բազմակողմանի կրթություն են ստանում եւ քանի որ նրան հատիկում ամենակարևոր գիծը մայրենի պահպանումն է, ազգային ոգով դաստիարակությունը, երեխաները ձևավորվում են որպես դաստիարակված հանդիսատես։ Դա կապ չունի, իրենք վաղը մյուս օր կընտրեն դերասանական արվեստը, թե չէ, իրենք կմեծանան դաստիարակված հանդիսատես, բայց մի այսպիսի հետաքրքիր շրջափուլ է նկատվում նրան հատիկում, որովհետև այն նրան հատիկները, ովքեր ի սկզբանե եղել են, մասնակցել են որպես նրան հատիկ, տարիներ հետո եւ այսօր շատերին մենք ունենք, որ ետ են գալիս, այդ անիվը պտտվում է, ետ են գալիս իրենց նրան հատիկներով։ Նույնն էլ գրադարանում է, երբ որ քո մուտքը գրադարան լինում է դեռ վաղուց, մանուկ հասակից, տարիներ հետո դու հասկանում ես, որ մարդկային շփումը այնտեղ այնքան գեղեցիկ է, այնքան մաքուր է դաշտը, որ դու ինքդ ինքնաբերաբար մտնում ես գրադարան, այդպես ինձ հետ է եղել, մանուկ հասակից եղել եմ Իսահակյան գրադարանի ընթերցող դեռ Ամիրյան 26 հասցեում, մայրս գրադարանավար էր եւ միշտ իրեն նվիրումը գրքին, ընթերցողին այնքան հետաքրքիր էր, դա փաստորեն ես չեմ զգացել, բայց տարիների ընթացքում դաստիարակություն է այսպես ձևավորվել եւ տարիներ հետո ունեի այլ աշխատանք, մեծ սիրով էի անում, բայց ես հասկացա, որ ես ուզում եմ գնամ Իսահակյան գրադարան ու ստացվեց այնպես, որ հենց հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դարձա եւ մեկ-մեկ հիշում եմ, թե փոքր էի
Իսահակյան գրադարանում մայրս ստանում էր գրողների հետ հանդիպումների եւ այնպես տպավորվել է եւ երբ առաջին անգամ այնտեղ Լուսինե Զաքարյանին լսեցի, երբեք իմ հուշերից այդ առաջին հանդիպումը չի վերանում եւ երևի, չգիտեմ, տարիներ հետո դա ինչ որ նշանակություն ուներ, որ եկա գրադարան, այո, երևի այդ կապը հենց այնպես չի եղել։ Այսինքն երկու դեպքում էլ թե գրադարան, թե նրան հատիկ եւ ընդհանրապես այդպես է, երեխային պետք է սովորեցնել շատ վաղ տարիքից, որպեսզի սկզբում անգիտակցական, հետո դա ինչ որ այսպես աստիճանաբար իր ազդեցությունը, դաստիարակությունը կաթիլ առ կաթիլ բերում հասցնում է եւ վերջում արդեն այդ սափորը լցված է լինում։ Այ երեխաների այդ աշխատանքը մի փոքր նաև դժվարություն է պահանջում նրանով, որ երեխաները կարծես հավատում են, ինչ որ տեսնում են եւ այդ հավատը եւ ուսուցանելու համար մեծ դժվարություն է այն առումով պահանջում, որ պետք է շատ զգուշ աշխատենք հատկապես երեխաների հուզականության հետ։ Այ թե ներկայացումները հիմնականում ինչ է ուսուցանում եւ ինչ առաքելություն ունի, ինչ եք ուզում սովորեցնել երեխաներին ձեր բեմադրած ներկայացումներով։ Այո, դա շատ կարևոր է, շատ կարևոր, որովհետև երեխաները, ինչպես կենդանիները, նրանց խաբել չի կարելի, դրանց հետ շատ զգուշ պիտի լինես, այո, եւ գրեթե կարելի ասել, թե գրադարանավարները եւ թե այս ընթացքում այն գեղարվեստական ղեկավարները, ովքեր ներկայանում են նրան հատիկ, իրենք մեծ մարդասեր են եւ հոգեբաններ են, որովհետեւ յուրաքանչյուր դերաբաշխում անգամ շատ նուրբ է արվում։ Ես դա տեսել եմ, թե ինչպես է աշխատում մեր Իսահակյան թատերախմբի ղեկավարը, երբ գրական նյութը ընտրվում է եւ սկսում են ընթերցանությունը սկզբում գրադարանում եւ աննկատ հետևում է երեխաների վարքագիծը, թե յուրաքանչյուրը ինչպես է տվյալ հերոսին ընտրում եւ անգամ իրենք են դերաբաշխման ժամանակ խնդրում, որովհետեւ ինչ որ ձևով նմանեցնելով իրենց կամ փորձելով հակառակը իրենց բնավորության հակառակ կողմը կերտել եւ բոլոր ներկայացումներում գրեթե ուզում ենք այնպես ավարտեն, որ երեխաները սովորեն, որ գեղեցիկն է ի վերջո փրկում աշխարհը։ Իսկ Տիկին Ղազարյան, թե գրադարանի գործունեության մեջ, թե նրան հատիկում ինչ նոր ծրագրեր ունեք այս տարի իրականացվող։ Թե կարող են եզրափակել արդեն տարի։ Տարին դեռ շատ ակտիվ է, Իսահակյան գրադարանում վերջանում է մի մեծ ծրագիր, մտածում է սա վերջացավ, բայց մեկը մյուսին այսպես շրջափուլ է անընդհատ մեծ ծրագրերով եւ առաջիկայում արդեն դրված են տնօրենի սեղանին եկող տարվա արդեն իսկ կազմված պլանները եւ պիտի անցնենք կազմակերպչական աշխատանքների, որպեսզի սկսենք հաջորդ տարին, այո, եւ նույնն էլ նրան հատիկում է երբ որ նրան հատիկի վերջին ներկայացմանը, երբ որ արդեն պիտի մենք անվանակարգերն ենք բաժանում, մասնակցության պատվոգրերն ենք բաժանում, ասում ենք ավարտվեց նրան հատիկը, բայց ընդհանրապես 1-2 ամիս հետո հեռու չէ փետրվար ամիսը, արդեն փետրվար ամսին պետք է նամակագրական կապ հղվի բոլոր մարզպետներին եւ իրենք էլ ուղղորդում են իրենց մարզերում եղած մշակութային կենտրոններում եղած թատերախմբերին միանալ նրան հատիկներին, ստեղծվում է նախընտրական փուլի հայտագրերն ենք ընտրում, սկսում ենք նախընտրական այցելությունները եւ մենք ենք գնում բոլոր տեղերում եւ այս ամենը իրականացվում է անվճար հիմունքներով։ Շրջում ենք մարզերով, գյուղերով, քաղաքներով մինչև սեպտեմբեր ամսի առաջին շաբաթը, որից հետո նորից մեծ ժողով է իրականացվում, ընտրվում են եզրափակիչ փուլ անցած թատերախմբերը եւ սկսում ենք պատրաստվել արդեն եզրափակիչ Երևանյան փուլին։ Այսինքն մեզ մոտ աշխատանքը չի դադարում, բացարձակ։ Այս շրջանում, օրինակ, հենց այսօր մենք սպասում ենք, որ Իսահակյան գրադարան պետք է առաքեն
եռատոնի շրջանակներում Իսահակյան գրադարանի հասարակայնության հետ կապերի աղջիկների կողմից ստեղծված գրադարանի պատմությունը, բուկլետները, այսինքն այդ ամենը իրականացվում է գրադարանում, ստեղծվում է հաջորդ հատորը արդեն, որ իր մեջ ներառում է թե մամուլի պատմությունը Իսահակյան գրադարանի եւ թե Իսահակյան գրադարանի բաժինների կողմից գործառույթները, ամբողջ գիրքը։ Բուրը Իսահակյան գրադարանում միշտ է բուրը, կապ չունի Իսահակյանական եռատոն է, Տարին Իսահակյան է թե Իսահակյանական է թե չէ, մենք ուղղակի այնքան շատ է աշխատանքներ եւ ես սիրում եմ այդ process-ը ու ինձ թվում է գրադարանում աշխատող յուրաքանչյուր կլինի տարիքով կին թե երիտասարդ, իսկ մեզ մոտ այդ սերունդները գործում են մեկը մյուսին օգնելով, այսինքն կարելի է ասել կադրային վերապատրաստում է ամեն օր իրականացվում, որովհետև շատ կարևոր է մեր մեծահասակների փորձը եւ շատ կարևոր է մեր երիտասարդների ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու փորձը, իսկ համատեղ արդյունքում հրաշալի գործ է ստեղծվում, նվիրյալների աշխատանք։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հասարակայնության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպիչ, նաեւ նրան հատիկ մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք շարունակում ենք հաղորդումը, սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր որ նոր են արթնացել եւ միացել են մեզ։ Այսօր նոյեմբերի 27-ն է եւ այսօր է ծնվել արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր եւ սցենարիստ Բրյուս Լին։ Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր, իսկ մայրը արմատներով չինացի դերասանուհի էր։ Կինոյում նկարահանվելը սկսել է դեռ մանուկ հասակից ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստով։ Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված Չա-Չա-Չա պարի առաջնությանը։ Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության եւ ուժերի կենտրոնացմանը։ Լին տիրապետել է նաեւ նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմում։ Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեց վայելել մեծ ժողովրդավարություն ողջ աշխարհում։ Բրյուս Լին մահացել է 33 տարեկան հասակում Մահվան խաղը ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ մինչ այժմ նրա մահվան իսկական պատճառը հայտնի չէ։ Շարունակելով հաղորդումը, ասեմ, որ այս պահին առաջարկում եմ ծանոթանանք օգտակար խորհուրդներին եւ խոսելու ենք բոլորի կողմից սիրված գետնանուշին։ Սննդապանները հավաստիացնում են, որ գետնանուշը օգտակար է առողջության համար եւ խելամիտ օգտագործման դեպքում կարող է հրաշալի օգնական դառնալ, նաեւ նիհարել ցանկացողներին։ Գետնանուշը բարձրորակ ճարպերի եւ սպիտակուցների կարևոր աղբյուր է։ Այն պարունակում է A, B, D, E վիտամիններ, կալիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր եւ առողջության համար օգտակար այլ նյութեր։ Գետնանուշը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում է ինֆարկտի, իշեմիկ հիվանդության եւ այլ խնդիրների առաջացման վտանգը։ Օգտակար է նաեւ աղեստամոքսային տրակտի համար, պաշտպանում է լեղաքարային հիվանդություններից, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում հաղթահարել սթրեսը, անքնությունը եւ վատ տրամադրությունը։ Լավ է ազդում գլխուղեղի աշխատանքի վրա, լավացնում հիշողությունը։ Գետնանուշի կանոնավոր օգտագործումը լավ է անդրադառնում նաեւ մաշկի վիճակի վրա եւ նպաստում է օրգանիզմի ծերացման գործընթացի դանդաղեցմանը։ Չնայած նրան, որ գետնանուշը մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, այն խորհուրդ է տրվում օգտագործել անգամ գիրության դեպքում։ Այսքան օգտակար հատկություններով հանդերձ գետնանուշը ունի նաև հակացուցումներ, այն հակացուցված է ալերգիա ունեցող մարդկանց, խորհուրդ չի տրվում ուտել նաև արթրոզի եւ արթրիտի դեպքում, իսկ լուրջ հիվանդությունների ժամանակ այն օգտագործելուց առաջ անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ։
Իսկ հիմա, հարգելի հեռուստադիտողներ, պատկերացրեք մի երկիր, որտեղ ընդունված չէ բարձրաձայն խոսել, իսկ ժպտացող մարդը հիմարի տպավորություն չի թողնում, իսկ պատասխան ժպիտը նորմալ է, եւ դրա համար այդ երկիրը հաճախ անվանում են ժպիտի երկիր։ Այս երկրի բնակիչները նախընտրում են մեքենայով երթևեկել, քան ոտքով քայլել։ Ինչպես գրված է Գինեսի ռեկորդների գրքում, այս երկրի այբուբենը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում, իսկ այս հրաշալի երկիրը Թայլանդն է, որի մասին հետաքրքիր տեսանյութ ունենք պատրաստած, առաջարկում եմ այս պահին բոլորով դիտենք։ Թայլանդը պետություն է հարավարևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզու հարավարևմտյան եւ Մալակա թերակղզու հյուսիսային հատվածում։ Արևելքում սահմանակից է Կամբոջային եւ Լաոսին, արևմուտքում Մյանմային, իսկ հարավում Մալազիային։ Մինչև 1939 թվականը երկիրը կոչվում էր Սիամ Թայ, որը նշանակում է ազատություն, իսկ անվանումը իրեն լիովին արդարեցնում է։ Թայլանդը հարավարևելյան Ասիայի միակ երկիրն է, որը պահպանել է անկախություն այն դեպքում, երբ հարևան բոլոր երկրները Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի գաղութներ էին։ Երկրի հյուսիսը եւ արևմուտքը լեռնային է, ամենաբարձր գագաթը Ինխտաունն է, 2576 մետր բարձրությամբ։ Արևմուտքում գտնվում է լայնարձակ ավազաքար Սարահարթը։ Կորարտը, իսկ երկրի հարավային մասը զբաղեցնում է ցածր դաշտավայրերը, կղզիների վրա գտնվող լեռներով եւ բլրաշարքերով։ Զբոսաշրջիկների հաճելիության ցուցանիշով Թայլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում է հազարավոր բուդդայական տաճարները եւ վանքերը, հիանալի պալատները եւ սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամուայի հիանալի լողափերը ու զվարճանքները։ Երկրի մայրաքաղաքը Բանգկոկը թարգմանաբար նշանակում է վայրի Սալորի քաղաք։ Հիմնադրվել է Ռամոյի առաջին թագավորի կողմից 18-րդ դարում։ Հարյուրավոր բուդդայական տաճարները եւ պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները եւ նավերը, արտանետվող գազերից եւ փողոցի վառարաներից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները, այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Քաղաքում կան մոտ 400 հիանալի տաճարներ, որոնցից ամենահինը ոսկյա Բուդդայի վանքն է, որտեղ գտնվում է Բուդդայի արձանը, պատրաստված 5.5 տոննա մաքուր ոսկուց։ Քաղաքում մի քանի թանգարաններ, պատկերասրահներ, մշակութային կենտրոններ կան։ Հյուրերը նախընտրում են այցելել ազգային թատրոն, ազգային թանգարան թայլանդական մշակույթի հիանալի հավաքածուով, ինչպես նաև գիտության թանգարան։ Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնյորիա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատկուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Magic Land-ը գրավում է իր կարուսելներով, սարսափի սենյակով եւ այլ զվարճանքներով։ Հարավային Թայլանդը զբոսաշրջիկներին քիչ է ծանոթ, սակայն հանդիսանում է թայլանդական քաղաքակրթության օրան, հայտնի իր գեղատեսիլ անտառներով, ջրվեժներով, ազգային գունեղ տոներով, տասնյակ հին քաղաքներով եւ տաճարներով։ Թայլանդական խոհանոցի յուրահատկությունը պայմանավորված է երկու հանգամանքով՝ կլիմայով եւ մշակույթով։ Չնայած որ մեծ ազդեցություն է ունեցել նաեւ երկրի պետությունը, ներգաղթը եւ արշավանքները։ Բարենպաստ կլիման թույլ է տալիս, որպեսզի տարեկան 2, նույնիսկ 3 անգամ բերքահավաք կատարվի, իսկ ամբողջ տարի այստեղ աճում է տարբեր տեսակի կանաչեղեն։ Երևի թե այս առատությամբ կարելի է բացատրել այն, որ թայլանդերենում չկա սով բառը։ Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքներն ու ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր, ավելի ճիշտ է հետևել թայլանդացիների վարքագծին եւ չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։ Թայլանդում ավանդական բարևը վայն է, նավակի նման ձեռքերի ափերը պահելով դնում են գլխին կամ կրծքավանդակին, դա ոչ միայն ողջունի ժեստ է, այլև մի ամբողջ կարգավիճակային գործողություն համապատասխան էթիկետով։ Չի կարելի դիպչել թայլանդացու գլխին, նաեւ փոքրիկ երեխաներին, դա վիրավորանք է։ Թայլանդացիները նույնպես շատ հարգալից են վերաբերվում այլ ազգերի ավանդույթներին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու եւ օրը մեզ հետ սկսելու համար, իսկ ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, մենք կհանդիպենք արդեն վաղը, հաջողություն։